Տորքրետանին նախատեսված է հատուկ օբյեկտներ խոցելու, կրակային միջոցներ ճնշելու եւ բազմաբնույթ կրակային առաջադրանքներ իրականացնելու համար։ Նոր սերնդի հրետանային համալիրի կառավարման հնարավորությունները թույլ են տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին եւ բարձրացնել առաջադրանքների կատարման արդյունավետությունը։ Տեխնիկան ավտոմատացված է, աշխատում է իներցիոն նավիգացիոն համակարգով, որը կողմնորոշում է իր փողի դիրքը, բարձրությունը, բանակը բարելավում է նորագույն տեխնիկաներով, առաջ են գնում եւ մենք էլ դրանցից ոգեշնչվում ենք։ Ես ուսուցանվում եմ մոտ 5 ամիս որպես հաշվարկի հրամանատար, ջանք չենք խնայում սովորելու համար, պատիվ եմ համարում ծառայել բանակում, ուսուցանվել այսպիսի տեխնոլոգիա Ընտիրներ կատարել տեղանքի նեղ, ծանծաղուտ եւ դժվարանցանելու վայրերում։ Ռեողներն արդեն ամրապնդել են վարժադաշտում ուսումնական կրակով։ Երբ կատարեցինք մեր առաջին կրակը, դա կարծես այս զորատեսակների համար մկրտություններ, նորակոչիկների համար։ Ծառայությունը զինվորի համար պարտք է իր հայրենիքին եւ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ գալով բանակ պաշտպանում ենք մեր հայրենիքը, ընտանիքը, հարազատներին եւ ընկերներին։ Հայրենական արտադրության Ատլանտ հրթիռահրետանային համակարգը եւս ուսումնառության անբաժանելի մաս է։ Ժամանակակից այս համակարգերը նախատեսված են հեռավոր թիրախներ խոցելու եւ տարբեր բարդության հրետանային առաջադրանքներ կատարելու համար։ Ատլանտի գլխավոր առանձնահատկություններից մեկը անձնակազմի անվտանգությունն է։ Համակարգը նախագծվել այնպես, որ առաջադրանքների կատարման ընթացքում հնարավորինս նվազեցվի զինծառայողների ռիսկի ենթարկվելու հավանականությունը, միաժամանակ պահպանելով գործողությունների արդյունավետությունն ու արագությունը։ Տեխնիկան բարձրացնելուց հետո մենք հեռանում ենք դեպի թաքստոց, մեզ տալիս են կոորդինատներ, մենք տեղադրում ենք պլանշետի մեջ եւ նշանառում ենք հրանոթը։ Նորագույն սպառազինությամբ համալիրված ստորաբաժանումներում ուսումնական գործընթացը շարունակական է։ Ժամանակակից սպառազինությունը անձնակազմի բարեհոգեբանական կայունության կարևոր խթան է։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։